Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները ձախողվեցին, Իրաքի, ամերիկյան ու իրանական պատվիրակությունները հեռացան Պակիստանի մայրաքաղաքից ավելի քան 20 ժամ տևած բանակցությունների ընթացքում, այդպես էլ համաձայնության չհասնելով։ Բանակցություններին լրացուցիչ լարվածություն էր հաղորդում փաստը, որ այդ ողջ ընթացքում Իսրայելը շարունակում էր հարվածներ հասցնել Լիբանանին, այդ թվում մայրաքաղաք Բեյրութին, որտեղ հրադադարի հաստատումից ի վեր զոհերի թիվը մոտեցել է 500-ի։ Փոխնախագահ Վենսը որոշ մանրամասներ է հրապարակել բանակցություններից, չհամաձայնեցված հիմնական հարցերի թվում եղել է Իրանի միջուկային ծրագրերը։ Թեհրանը պնդում է խաղաղ միջուկային ծրագրեր ունենալու իր իրավունքը, իսկ Վաշինգտոնը երաշխիքներ է պահանջում, որ Իրանը միջուկային զենք չի ունենա։ Իրանը նաև Լիբանանում է լիակատար հրադադար պահանջում։ Վաշինգտոնը դա համարում է առանձին պատերազմ։ Հրադադարը ավարտվում է ապրիլի 22-ին, մինչ այդ ԱՄՆ նոր ուժեր է կենտրոնացնում Մերձավոր Արևելքում, իսկ Իրանը շարունակում է համալրել մոտ 40 օր տևած պատերազմում սպառված իր ռազմական պաշարները։ Տեղեկություններ կան, որ Իրանի վերազինմանը սկսել է ակտիվ մասնակցել Չինաստանը, նրան տրամադրելով նոր զենիթահրթիռային համալիրներ ու հակաօդային պաշտպանության միջոցներ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Ամերիկա-իրանական բանակցությունները ձախողվել են, Հորմուզը հայտնվել է կրկնակի շրջափակման մեջ։ Վառելիքի գներում աճի հերթական ալիքն է գրանցվում։ Նոր համակարգ ԱՄՆ-ում համընդհանուր զորակոչի հեռանկարով։ Բարեհաջող վերադարձ 10-օրյա թռիչքից հետո լուսնային ճամփորդները երկիր են հասել։ Հարկային խառնաշփոթը օրենքի մակարդակում արդյոք հնարավոր է խուսափել սխալներից։ Դեմոկրատ թեկնածուն դուրս եկավ Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրապայքարից սեքսուալ սկանդալների պատճառով։ Ուսուցիչները հաշտվեցին, իսկ դպրոցները դեռ լարվածության մեջ են։ Էլ Նինյոն վերադառնում է, արդյոք Կալիֆոռնիան պատրաստ է ջրհեղեղի։ Լողափը միայն նկարվելու համար, օվկիանոս մտնելը վտանգավոր է։ Բրիթնի Սփիրսը կամավոր դիմել է հոգեբուժարան։ Ցեղասպանությունից փրկվածներին հյուրընկալել է, բայց ցեղասպանության քաղաքական ու իրավական գնահատականներ տալը թողնում է անկատար։ Արդեն ավելի քան 1 դար։ Թողարկման երկրորդ հատվածում Անու Հարությունյանը անդրադառնալու է հայոց պատմության ամենամեծ ողբերգության հարցում ԱՄՆ հակասական դիրքորոշմանը։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Այժմ Մերձավոր Արևելք Հորմուզի նեղուցը կշրջափակվի ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից։ Այդ մասին հայտարարել է Թրամփը։ Ըստ այդմ կարգելվի ցանկացաշարժ դեպի այդ նեղուցը եւ այդ նեղուցից դեպի դուրս։ Նավերը, որոնք կվճարեն Իրանին ու անցման իրավունք կստանան, կարգելափակվեն ամերիկյան ուժերի կողմից։ Ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը ի կատարումն Թրամփի հրամանի հայտարարել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը սկսում է երկուշաբթի օրվանից։ Կարգելվի դեպի Իրան եւ Իրանից դուրս եկող բոլոր նավերի տեղաշարժը, սահմանափակումները վերաբերում են բոլոր երկրների նավերին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ ռազմածովային ուժերը չեն խանգարի տարածաշրջանի ոչ իրանական նավահանգիստներ մեկնող նավերի ընթացքին։ Ամեն դեպքում անվտանգության նկատառումներով տարածաշրջանում տեղաշարժվող բոլոր նավերին հորդորել են մշտական կապ պահպանել ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ։ Հորմուզի նեղուցը շրջափակելու մասին Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են։ ԱՄՆ նավթի գինը հասել է $104, Brent տեսակի նավթը թանկացել է 7%-ով։ Ֆոնդային շուկաներում գրանցվել է անկում, S&P 500 ֆյուչերսները նվազել են։ Իրավիճակը շուկայում դարձել է չափազանց լարված։ Թրամփի հայտարարությունը զարմացրել է շուկայի վերլուծաբաններին, ոմանք սա համարում են բանակցային հնարք։ Իրանի հետ լարվածությունը մնում է առաջնային խնդիր։ Իրավիճակը պայթյունավտանգ է դարձել բանակցությունների ձախողումից հետո։ Հրադադարից հետո փորձագետները հույս ունեին պատերազմի շուտափույթ ավարտի ճանապարհային քարտեզը տեսնել։ Այժմ այդ լավատեսությունը անհետացել է։
Արդյոք Ամերիկան պատրաստվում է համընդհանուր զորակոչի։ ԱՄՆ-ում երիտասարդներին ավտոմատ կերպով հաշվառելու են զորակոչի համար նոր կարգը կարող է գործել արդեն դեկտեմբերից։ Նախկինում 18-ամյա տղաները պետք է ինքնուրույն գրանցվեին, սակայն շատերը դա չէին անում, ինչը խնդիրներ էր առաջացնում։ Առաջարկվող փոփոխություններով այս գործընթացը կդառնա ավտոմատ, համատարած ու պարտադիր։ ԱՄՆ կոնգրեսը արդեն հավանություն է տվել այս փոփոխությանը։ Ավտոմատ գրանցման ենթակա են 18-ից 25 տարեկան տղամարդիկ։ Ընդ որում այդ փոփոխությունը վերաբերելու է նաև ներգաղթյալներին։ Օրենքը խախտողները կարող են զրկվել ֆինանսական օգնությունից կամ աշխատանքից։ Զորակոչի անհրաժեշտության դեպքում պահանջվող թվով անձնակազմը կընտրվի վիճակահանության միջոցով։ Փոփոխությունը հասարակության մեջ առաջացրել է զորակոչի վտանգի մասին մտավախություններ։ Ոմանք վախենում են, որ դա նախապատրաստում է Իրանի հետ պատերազմին։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը արձագանքել է հարցերին, նշելով, որ դա ներկայիս ծրագրի մաս չէ, բայց նախագահը պահում է տարբերակները։ Վերջին անգամ ԱՄՆ-ում համընդհանուր զորակոչ եղել է Վիետնամի պատերազմի ժամանակ։ Արտեմիս 2 առաքելության տիեզերագնացները բարեհաջող վայրեջք են կատարել, ինչպես եւ նախատեսվում էր, նրանց ճամփորդությունը տևել է 10 օր։ Տիեզերանավը ջրի մեջ է իջել Խաղաղ օվկիանոսում, Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Տիեզերագնացները անվտանգ դուրս են եկել Օրիոն պարկուճից եւ առաջին ստուգումներն անցել ռազմածովային ուժերի նավի վրա։ 4 տիեզերագնացները դարձել են առաջին մարդիկ, որոնք 50 տարվա դադարից հետո տեսել են լուսնի հակառակ կողմը։ Նրանք նկարահանել են խառնարաններ, լեռներ եւ հին լավային դաշտեր լուսնի այն հատվածից, որն անտեսանելի էր երկրից։ Այդ կադրերը կօգնեն գիտնականներին հասկանալ լուսնի ծագումը եւ պատրաստվել նոր արշավներին։ Անձնակազմը սահմանել է նոր ռեկորդ ողջ մարդկության համար։ Նրանք երկրից հեռացել են ավելի քան 400,000 կիլոմետր։ Վայրեջքը եղել է բավական Մթնոլորտ մտնելիս կապը 6 րոպեով խզվել է, բայց տիեզերագնացները վերահսկել են իրավիճակը։ Ջերմային վահանը դիմացել է ճնշմանը, որի արդյունքում էլ վայրեջքը կատարվել է նախատեսված տեղում։ Այս դասերը հաշվի կառնվեն 2027-ին, երբ երկրից մեկնի տիեզերագնացների նոր խումբը լուսնի վրա վայրեջք կատարելու առաքելությամբ։ Հարկերին վերաբերող Թրամփի նոր օրենքը արտոնությունների հետ նաև զգալի խառնաշփոթ բերեց։ Աշխատողները ստացան արտոնություններ թեյավճարների համար, նույնը վերաբերում է հավելյալ աշխատաժամերին, բայց պետական հարկերը մնում են անփոփոխ։ Շատ նահանգներ չեն ընդունել դաշնային փոփոխությունները, հարկային հայտարարագրել լրացնողները պետք է ուշադիր լինեն։ Յուրաքանչյուր նահանգ ունի իր հարկային օրենքները, ինչը իրավիճակը դարձրել է շատ խճճված։ Արիզոնայում օրինակ նահանգապետը հրաման է տվել արտոնություններ սահմանել, սակայն օրենքը դեռ չի փոխվել։ Քոլորադոյում որոշ արտոնություններ կան, Թեքսասում եկամտահարկը ընդհանրապես բացակայում է։ Վիսկոնսինում հարկային արտոնությունները չեն հաստատվել։ Ինդիանան եւ Միչիգանը օրենքներ են ընդունել 2026 թվականի համար, սակայն շատ նահանգներ, այդ թվում Կալիֆոռնիան, որոշումներ կընդունեն հաջորդ տարվա համար։ Իսկ այս տարվա համար կոչ են անում հետևել գործող կարգին ու խուսափել հայտարարագրերի մեջ սխալներից։ Կալիֆոռնիական լուրերին անդրադառնանք ու օրվա քաղաքական սկանդալից սկսենք։ Էրիկ Սուոլվելը հեռացել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի համար իր պայքարից։ Պատճառը սեքսուալ ոտնձգության մասին մեղադրանքներն են։ Նախկին աշխատակցուին հայտնել է բռնության դեպքերի մասին։ Քաղաքական գործիչը պնդում է, որ այդ մեղադրանքները սուտ են։ Չնայած դրան, նրա ազդեցիկ աջակիցներից շատերը այս լուրերից հետո հեռացել են։ Մեղադրանքները հրապարակվել են Սան Ֆրանցիսկո Chronicle թերթում։ Լրատվամիջոցը հավաքել է տեքստային հաղորդագրություններ եւ բժշկական փաստաթղթեր։ Դրանք հաստատել են զոհի պատմած դրվագները։ Կանանցից մեկը պատմել է անպատշաճ լուսանկարների մասին։ CNN-ը հաստատել է նմանատիպ դեպքեր եւս 4 կնոջ պարագայում։ Մանհեթնի դատախազությունը հետաքննություն է սկսել կոնգրեսականի նկատմամբ։ Դեմոկրատների դիրքերի թուլացմանը հակառակ ամրանում են հանրապետականների շանսերը։ Թրամփի աջակցությունը հանրապետական տեխնա Սթիվ Հիլթոնին որոշակի հստակություն է ապահովել այս կուսակցության կողմնակիցների համար։ Լոս Անջելեսի միավորված դպրոցական շրջանը եւ ուսուցիչների արհմիությունը համաձայնության են եկել։ Նրանք ստորագրել են երկամյա նախնական պայմանագիր։ Ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան ավելի քան 11%-ով։ Սկսնակ ուսուցչի տարեկան աշխատավարձը կկազմի $77,000։ Պայմանագիրը ներառում է նաև դասարանների փոքր չափեր։ Բանակցությունները տևել են 11 ամիս։
Սակայն այլ արմիություններ դեռ բանակցում են շրջանի հետ։ Սպասարկող անձնակազմի արմիությունը դեռ արդյունքի չի հասել։ Այն ներկայացնում է մոտ 30,000 աշխատողի, վարորդներ, պահակներ եւ խոհարարներ։ Նրանք շարունակում են միջնորդավորված բանակցությունները։ Ադմինիստրատորների արմիությունը նույնպես շարունակում է բանակցությունները։ Իրավիճակը մնում է անկանխատեսելի, եթե համաձայնություն չլինի, երեքշաբթի կսկսվի գործադուլ։ Հեղեղ թե երաշտ է սպառնում Լոս Անջելեսին, Էլ Նինյո կոչվող երևույթը նորից սպառնում է Խաղաղ օվկիանոսին։ Կլիմայի կանխատեսման կենտրոնը հայտարարել է դրա հավանականության մասին։ Մայիս-հունիս ամիսներին Էլ Նինյոյի առաջացման հավանականությունը 61% է։ Այն կարող է տևել մինչև 2026 թվականի ավարտը։ Մասնագետները չեն բացառում նաև ուժեղ կամ շատ ուժեղ հոսանքներ։ Էլ Նինյո Խաղաղ օվկիանոսի ջրերի տաքացումն է, պարզաբանում են օդերևութաբանները։ Այս գործընթացը փոխում է մթնոլորտային պատկերները ամբողջ աշխարհում։ Անցյալում ուժեղ Էլ Նինյոները երբեմն բերել են երաշտ, երբեմն առատ տեղումներ։ 2015-16 թվականներին շատ ուժեղ Էլ Նինյոյի պատճառով Լոս Անջելեսում գրանցվեց ամենաչոր տարիներից մեկը, իսկ 1977-78 թվականներին տեղումները կրկնապատկվեցին։ Կալիֆոռնիայի համար այս երևույթի հետևանքները դժվար է կանխատեսել։ Առաջիկա ամռանը նահանգում սպասվում են միջինից բարձր ջերմաստիճաններ։ Էլ Նինյոն կարող է նպաստել Խաղաղ օվկիանոսում փոթորիկների աճին, այն նաև նվազեցնում է Ատլանտյան օվկիանոսի փոթորիկների հաճախականությունը։ Կլիմայական այս հանելուկը շարունակում է մնալ բարդ եւ անկանխատեսելի։ Բնակիչներին խորհուրդ է տրվում հետևել պաշտոնական հաղորդագրություններին եւ նախազգուշացումներին։ Լոս Անջելեսի բոլոր լողափերը հայտարարվել են վտանգավոր, շաբաթվա վերջին փոթորիկները աղտոտել են ջուրը։ Հանրային առողջապահության դեպարտամենտը զգուշացրել է բնակիչներին, պետք է խուսափել օվկիանոսի ջրի հետ ցանկացած շփումից։ Վտանգը հատկապես մեծ է ջրահեռացման համակարգերի մոտ։ Այնտեղ կուտակված են բակտերիաներ, աղբ եւ քիմիական նյութեր։ Այս նախազգուշացումը վերաբերում է Լոս Անջելեսի ողջ տարածքին։ Բնակիչները պետք է հեռու մնան նաև գետերից ու առվակներից։ Մաքրման աշխատանքները դեռ նախատեսված չեն, վտանգը մնում է իրական, հաշվի առնելով ջրի որակը։ Այս պահին նախազգուշացումը գործում է մինչև երեքշաբթի օրը։ Իշխանությունները կարող են երկարացնել այս արգելքը կախված իրավիճակից։ Լողափ այցելողները պետք է իմանան, որ ջուր մտնելը ներկայումս հակացուցված է։ Փոփ-աստղ Բրիթնի Սփիրսը կամավոր դիմել է հոգեբուժարան։ Նրա ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը։ 44-ամյա երգչուհու որոշումը անսպասելի է։ Անցած ամիս նրան ձերբակալել էին Կալիֆոռնիայի Վենտուրա շրջանում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Բուժման մանրամասները դեռ հայտնի չեն։ Երգչուհին երկար ժամանակ հայտնվել է հանրային քննարկումների կենտրոնում, սոցիալական ցանցերում նրա տեսանյութերը մտահոգում էին շատերին։ Բրիթնին հաճախ պարում էր մենակ իր տանը, տեսանյութերից մեկում նա պարել է դանակներով։ Սփիրսը հայտնի դարձավ 90-ականների վերջին, նրան անվանում էին Փոփի արքայադուստր։ 2021 թվականին նա ազատվեց 13-ամյա խնամակալությունից, այդ համակարգը սահմանափակում էր նրա անձնական ու ֆինանսական գործերը։ Այժմ նա ունի 2 չափահաս որդի եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն առանց խնամակալների։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Ռոզմիդում կրակոցներ են հնչել, գիշերային ավտոմրցավազքը վերածվել է զինված միջադեպի։ 17-ից 22 տարեկան 4 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն։ Մրցավազքի բոլոր մասնակիցները փախուստի են դիմել։ Այս միջադեպը բարձրացրել է անվտանգության հարցեր։ Ավտոմեքենաների գիշերային հավաքներն ու գիշերային ավտոարշավները լուրջ խնդիր են դարձել Լոս Անջելեսի այս հատվածում։ Կոնկրետ այս դեպքով ոչ ոք դեռ չի ձերբակալվել, իրավապահները շարունակում են հետաքննությունը։ Waymo եւ Waze ընկերությունները միավորել են ուժերը, նրանք սկսել են Լոս Անջելեսի ճանապարհներին փոսերի հայտնաբերման փորձնական ծրագիր։ Նպատակը քաղաքային ենթակառուցվածքների բարելավումն է եւ վթարների կանխումը։ Տեխնոլոգիան ավտոմատ կերպով հայտնաբերում է ճանապարհային վնասվածքները, տվյալները ուղարկվում են տրանսպորտի դեպարտամենտին։ Համակարգը կաշխատի նաեւ վարորդների անվտանգության համար։ Տվյալները կերևան Waze հավելվածի օգտատերերին, վարորդները նախապես կստանան նախազգուշացում
զարգացումներ փոսերին մոտենալիս։ Վեյմոն արդեն հայտնաբերել է հարյուրավոր փոսեր, ծրագիրը ընդգրկում է ամերիկյան 5 խոշոր քաղաքներ։ Բացի Լոս Անջելեսից ծրագիրը կգործի Սան Ֆրանցիսկոյում, Ֆինիքսում, Օսթինում և Ատլանտայում։ Արհեստական բանականությունը ոչ թե մարդու օգնական, այլ ղեկավար ու գործատու։ Սան Ֆրանցիսկոյում բացվել է Անդոն Մարկետ խանութը, որը ղեկավարում է Լունա անունով արհեստական բանականությունը։ Հաճախորդները Լունայի հետ խոսում են հեռախոսով, անհրաժեշտ ապրանքների համար վճարումը կատարվում է պլանշետով։ Սա առաջին օրինակն է տարածաշրջանում։ Լունան անգամ քասթինգ ու հարցազրույցներ է անցկացրել ու իրական մարդկանց ընդունել աշխատանքի։ Աշխատակիցները զբաղվում են մաքրությամբ կամ բույս ջրելով։ Լունան տեսախցիկներով հեռակակարգով հետևում է աշխատակիցների պահվածքին։ Տեխնիկական հարցերով զբաղվում են մարդիկ Andon Labs ստարտափից։ Արհեստական բանականությունը ինքնուրույն է պատվիրում ապրանքներ եւ բանակցում մատակարարների հետ։ Նա ունի բյուջե, որը ինքն է կառավարում։ Ինչու 1.5 միլիոն մարդու սպանությունը բավարար չէ աշխարհին, իսկ այս դեպքում Ամերիկային հիմնավոր համոզելու համար, որ հայերի ցեղասպանություն է եղել։ Ինչու է այդքան հակասական ԱՄՆ-ի դիրքորոշումը հայերիս համար այդքան զգայուն հարցի նկատմամբ։ Մանրամասները Մանու Հարությունյանն է ներկայացնելու։ Բարև ձեզ։ Գիտեք, որ ցեղասպանությունից հետո ԱՄՆ-ում հանգրվանեց շուրջ 100,000 հայ, իսկ այսօր երկրում կա ավելի քան 30 հուշարձան, որոնք նվիրված են մեծ եղեռնի հիշատակին։ Ապրիլի 24-ին ընդառաջ հայոց ցեղասպանության թեմային եւ ամերիկյան իրականության հետ դրա առնչություններին կանդրադառնանք պարբերաբար։ Սա պայքարի եւ հիշողության երկար ճանապարհ է, սակայն հարցը մնում է բաց. սա հիշողություն է, թե քաղաքական գործիք։ 1915-ից 1921 թվականներին ԱՄՆ է ներգաղթել մոտ 60-ից 70,000 հայ։ Սա մոտավոր գնահատական է, քանի որ ամբողջական վիճակագրություն չկա։ Որոշ աղբյուրներում ներգաղթյալ հայերի թիվը այդ տարիների համար նշում են անգամ 10,000 եւ ավելի։ Նրանց մեծ մասը հաստատվեց Կալիֆոռնիա, Մասաչուսեթս եւ Նյու Յորք նահանգներում։ Ցեղասպանությունից փրկված եւ ԱՄՆ հասած հայերի համար գործում էին ինչպես պետական որոշակի ծրագրեր, այնպես էլ բազմաթիվ մասնավոր նախաձեռնություններ։ Ցեղասպանության տարիներին ամերիկյան հասարակության մի հատված ակտիվորեն արձագանքում էր, ահազանգում, որ Թուրքիայի տարածքում իրականացվում են հայերի զանգվածային կոտորածներ։ Առանցքային դեր ունեցավ Հենրի Մորգենթաուն։ Նրա բացահայտումները մեծ դեր ունեցան հետագայում հայերի հանդեպ գործած հանցագործությունների պատկերն ամբողջացնելու հարցում։ Ամերիկյան Near East Relief կազմակերպությունը հավաքեց մեծ միջոցներ եւ օգնեց հայ փախստականներին։ Այն աջակցեց նաեւ որբանոցների ստեղծմանը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունում 1918-ից 1920 թվականներին։ Խոշոր կենտրոններից մեկը գործել է Գյումրի քաղաքում, որը տասնյակ հազարավոր հայ որբերի համար դարձավ փրկության եզակի հնարավորություն։ Սա մի ամբողջ գենոֆոնդի փրկություն էր եւ առանց չափազանցության այդ տարիների ամենամասշտաբային մարդասիրական ծրագրերից մեկն էր։ Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ում սկսվեց ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ անց, ընդ որում սկսվեց ոչ թե դաշնային, այլ նահանգային մակարդակով։ Առաջինը ճանաչեց Մասաչուսեթս նահանգը 1960-ական թվականներին, սա կարևոր քայլ էր, սակայն չուներ իրավական հետևանքներ եւ չէր պարտադրում դաշնային քաղաքականություն։ Առաջինների շարքում հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել է նաև Կալիֆոռնիան։ Հետագա տասնամյակների ընթացքում ցեղասպանությունը ճանաչած նահանգների թիվը աճեց մինչև 2022 թվականը։ Այդ թվականին Միսիսիպին դարձավ ԱՄՆ նահանգներից վերջինը, 50-րդը, որը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, սակայն դրանք հիմնականում խորհրդանշական ակտեր են եւ չեն ստեղծում իրավական պարտավորություններ։ Որ Թուրքիան իր տարածքում հայերի զանգվածային կոտորածներ է իրականացնում, Վաշինգտոնում լավ գիտեին հենց ցեղասպանության տարիներին, սակայն ԱՄՆ կառավարությունը այդ փուլում չմիջամտեց ռազմական կամ քաղաքական մակարդակով։ Պատճառը քաղաքական շահերն էին Մերձավոր Արևելքում։ Արդեն նոր ժամանակներում նույն քաղաքական շահերի պատճառով ու Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու պատճառով ԱՄՆ նախագահները խուսափում են ցեղասպանություն բառից։ 2021 թվականին Ջո Բայդենը պաշտոնապես օգտագործեց ցեղասպանություն եզրույթը։ Սա կարևոր փոփոխություն էր, բայց չի նշանակում քաղաքականության ամբողջական վերանայում։ ԱՄՆ նախագահներից Ռոնալդ Ռեյգանը ցեղասպանություն եզրույթն առաջինն էր օգտագործել 1981 թվականին, սակայն դա չվերածվեց կայուն քաղաքական գծի։ Բայդենը դարձավ այդ շարքում երկրորդ ամերիկյան նախագահը։
Այսօր թեման տեղափոխվել է նաև դատարաններ ապահովագրական եւ գույքային պահանջների տեսքով։ Ամերիկյան դատարաններում հայցեր են ներկայացվել ընդդեմ թուրքական բանկերի եւ ապահովագրական ընկերությունների։ Արդյունքները սահմանափակ են, իրականությունն այն է, որ նույնիսկ ճանաչումից հետո ԱՄՆ-ն չի ստանձնել իրավական պարտավորություններ։ Պատմական ճշմարտությունը շարունակում է ստորադասվել քաղաքական շահերին ու ռեալ պոլիտիկին։ Փրկվածների հերթական սերունդները դեռ արդարություն են փնտրում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։